Դուք դիտում եք ապրենք առողջ հաղորդումը 21 TV եթերում, բարև ձեզ, ես Տաթև Արաքելյանն եմ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ բժիշկ ուրոլոգ Վահան Բաբայանին, բարի գալու, շնորհակալություն, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տարիներ առաջ, երբ մենք գնում էինք բժշկի կամ ինչ-որ մեկին ուղղորդում էինք բժշկի, գուցե կողքից նաև այսպիսի կարծիքներ հնչեին, թե որ տարիքն է, որ բժշկի է գնում։ Դե լավ, երիտասարդ է, ինչ բժշկի։ Բայց տարիները, փորձը, մասնագետները եկան այն եզրակացության եւ այնքան այդ մասին խոսեցին, որ ի վերջո մենք սկսեցինք ընկալել, որ բժիշկը բոլոր տարիքում էլ պետք է լինի մարդու ուղեկիցը։ Եվ յուրաքանչյուր տարիք ունի իրեն բնորոշ խնդիրներ, իրեն բնորոշ հիվանդություններ, որոնց մասին պետք է բարձրաձայնել, որոնց պետք է հետևել եւ որոնց մասին պետք է նաեւ հոգ տանել, հա, ճակերտավոր ասած։ Հիմա ես ուզում եմ մեր այս հաղորդման ընթացքում մենք խոսենք տարիքային, այսպես ասած, բոլոր այն խնդիրներից, որոնք տղամարդը կարող է ունենալ տարբեր տարիքային խմբերում։ Եվ ի վերջո բերենք մեր հանրությանը նրան, որ տղամարդը, ինչպես կանանց դեպքում ասում ենք, պարտավոր է լինել անընդհատ գինեկոլոգի հսկողության տակ եւ սա շատ ավելի լավ է, այնպես էլ տղամարդու դեպքում մենք պետք է գանք նրան, որ յուրաքանչյուր տարիքում յուրաքանչյուր խնդիր ունեցող կամ չունեցող մարդ պիտի լինի ուրոլոգի ուշադրության կենտրոնում եւ տարբեր հարցեր լուծելու համար։ Մի этаպում կանխարգելելու համար, մի этаպում ռեպրոդուկտիվ շրջանը ավելի ճիշտ եւ գրագետ կազմակերպելու համար եւ ավելի հասուն տարիքում արդեն հնարավոր խնդիրները բուժելու համար։ Սկսենք երիտասարդներից, գնանք դեպի միջին եւ հասուն տարիք։ Շատ հետաքրքիր թեմա եք առաջարկում եւ շատ կարեւոր, շատ արդիական եւ իսկապես տարիքի հետ շատ հիվանդություններ կարող են ի հայտ գալ եւ սկզբնական շրջանում պացիենտները, մարդիկ չհասկանան, որ դա իրականում լուրջ հիվանդության նախերգանքն է, այսպես ասած, եւ համարեն, որ լավ տարիքն է, տարիքին բնորոշ է եւ իսկապես համաձայնեն, որ պետք է պարտադիր պարբերաբար անցնել թեկուզ պրոֆիլակտիկ ստուգումների եւ նաեւ ուշադրություն դարձնել իրենց առողջությանը, ամենօր ուշադրություն դարձնել իրենց առողջ ապրելակերպով թեկուզ։ Եվ այո, բնորոշ է տարիքային փոփոխությունները ըստ տարիքային խմբերի։ Սենց կարող ենք բաժանել 20 տարեկանից մինչև 35-40 տարեկան որպես այդ տարիքային խումբ, 35-ից մինչև 50, 55 եւ 50 պլյուս արդեն, եւ ամեն տարիքային խումբ ունի իր առանձնահատկությունները։ Օրինակ 20-ից 35 տարեկան տղամարդիկ կարող են ունենալ ամենահաճախակի համար կարող են դիմել ուրոլոգին տղամարդիկ, դա էրեկտիլ դիսֆունկցիան, տղամարդու անպտղությունը եւ ընդհանրապես այսօրվա արդի ժամանակաշրջանում վատ առողջ ապրելակերպի հետևանքով ոչ առողջ ապրելակերպի հետևանքով առաջացած տարբեր հիվանդություններ, ինչու՞ չէ, ճարպակալում, վնասակար սովորություններ, առօրյա ստրեսային կյանք, վատ քուն, որոնք որ բերում են այդ տարիքի տղամարդկանց մոտ, այո, շատ բնորոշ բերում են յուրահատուկ ուրեմն սիմպտոմների առաջացմանը, խնդիրների առաջացմանը, որոնք կարող են ավարտվել նաև լուրջ հիվանդությունով, ինչը օրինակ տղամարդու անպտղությունը։ Դա առանձին լուրջ թեմա է, բայց ուզում եմ ասեմ, որ անպտղության դեպքերի 40-ից մինչև 50% պատճառը հենց գործոնը պայմանավորված է տղամարդկային գործոնով եւ շատ տղամարդիկ, ինչպես նաև մեր Հայաստանի հանրության մեջ սկզբնական շրջանում յետասարդ տղամարդը ինքը իրեն թվում է թե ինքը խնդիր չունի որտեղ ներողություն մեր հանրության մեջ այսպեսի կարծիք կա եթե սեռական կյանքը առողջ է նորմալ է ոչ մի խնդիր չկա ուրեմն ինքը առողջ է եւ սովորություն չկա եւ սկզբնական շրջանում ինձ միանգամից տենց է լինում դիմում են գինեկոլոգին որ կնոջ առողջական են հետևեն եւ պարզվում է որ խնդիրը պայմանավորված չէ գինեկոլոգիական գործոնով այլ ուրոլոգիական գործոնով տղամարդու հետ կապված ճարպակալումը վատ սնունդը առօրյա ստրեսային աշխատանքային իրավիճակները, վատ քունը, ադինամիկ նստակյաց իրավիճակը, քիչ սպորտով զբաղվելը, այդ ամեն ինչը բնորոշ է տարիքային խմբին, որը որ ժամանակի ընթացքում կարող է բերել հասցնել արդեն 30, 35, 40 պլյուս տարիքում հետագայում լուրջ խնդիրներ առաջացման ուրոլոգիական։ Ինչ վերաբերվում է հաջորդ տարիքային խմբին, մենք տենց բաժանեցինք 35 մինչև 50 տարիքային խումբ, ուզում նշեմ, որ այդ տարիքում մնաշատ դիմում են այո էրեկտիլ դիսֆունկցիայով եւ էրեկցիայի թուլություններով, սեռական թուլություններով, բայց այդտեղ պետք է նաև 40 պլյուս տարիքում, 45 պլյուս տարիքում պետք է նաև հատուկ ուշադրություն դարձնել տենց հատուկ ուրեմն առողջապահ բժշկության մեջ հատուկ միտք կա, որ
այդ տարիքում եւ դա ապացուցված միտք է եւ ունի իր պաթոգենետիկ մեխանիզմներ, որ այդ տարիքում էրեկցիա ունա 45 տարեկան տղամարդու մոտ էրեկցիայի թուլությունը միգուցե նաեւ նախերգանքն է հետագա լուրջ սրտանոթային հիվանդությունների, այսինքն այդ առաջի նշանը կարող է արտահայտվել էրեկցիայի թուլությունով, բայց 2-3 տարի անց այդ մարդը ունենա, տղամարդը ունենա օրինակ ինֆարկտ, այո, սրտանոթային լուրջ բարդություններ։ Այդ տարիքում ամենաշատ բնորոշը դա է։ Բնորոշ արդեն սկսվում են օրինակ խնդիրներ միզարձակման հետ կապված, մեզի շիթին թուլություն, գիշերային հաճախամիզություն, այո, շատ կարևոր է այդ տարիքում էլի առողջ ապրելակերպը, ճարպակալումը, շաքարային դիաբետը, նյարդային տարբեր հորմոնային խանգարումները, եթե շաքարային դիաբետ ունի տղամարդ օրինակ 30-35 տարեկանում 25+-ում, այդքան կարող է իր վրա չի ազդում, բայց եթե իրան լավ չհետևի եւ բժշկի խորհուրդները ճիշտ սննդակարգը չպահի, ադինամիկ վիճակ լիքը ուրիշ sense համադրություններ, բնականաբար 45 տարեկանում արդեն կունենան լուրջ խնդիրներ, որոնց դեպքում միանշանակ ինքը պետք է դիմի ուրոլոգի, եթե այդ տարեկան մատնից ինքը կունենա լուրջ, ինչու՞ չէ նաեւ կարգավորվող լուրջ ուրոլոգիական խնդիր։ Ճիշտ եմ հասկանում, որ այսինքն այդ տարիքում հիմնականում հանդիպող խնդիրներ, այսպես ասած, հետևանք են լինում այլ օրգան համակարգերի խնդիրների։ Այլ օրգան համակարգերի, օրինակ սիրտանոթային դեպքում ասեցինք, այլ օրգան համակարգերի եւ նաեւ հետևանք է լինում իր ապրած կյանքի վերջի 10 տարվա ընթացքում, 15 տարվա ընթացքում, այո, ապրած վատ ապրելակերպի հետևանք։ Օրինակ նույնը անդադ նշում է էրեկցիլ դիսֆունկցիան, տղամարդու անպտղությունը եւ այլն։ Իհարկե տղամարդու անպտղությունը ավելի շատ բնորոշ ավելի երիտասարդ տարիքային խմբին եւ կարող է բազմաթիվ այլ պատճառներ հետևանք լինի, բայց նաեւ շատ կարեւոր է արդի ժամանակաշրջանում առողջ ապրելակերպը։ Ավելի բարձր տարիքային խմբին 50 եւ պլյուս տարիքային խմբին բնորոշ է արդեն շագանակագծիչ հապսերի մեծացումը, վատ միզարձակում եւ երբեմն մեր տղամարդիկ ասում են դե տարիքս մեծացել է 50+ եմ արդեն բնականաբար կարող եմ գիշերը 2 անգամ, 3 անգամ արթնանալ, բայց չէ, ես միանշանակ ուզում եմ խորհուրդ տալ եւ հորդորել մեր տղամարդկանց այդ տարիքի, որ պետք է այցելել անպայման ուրոլոգին եւ կանխարգելիչ հետազոտություններ անցկացնել մի շարք, որովհետև մենք կարող ենք ունենալ այնպիսի լուրջ բարդություններ, ինչպիսին է շագանակագծիչ չարորակ արդեն հիվանդությունները, որոնք որ տարբեր հանգամանքներից ելնելով այսօր լուրջ հիվանդությունները երիտասարդացել են եւ կարող են 50+ 60 տարեկանում մենք ունենանք 65 տարեկանում մենք ունենանք շագանակագծիչ չարորակ ուռուցք եւ բաց թողնենք այդ ոսկե ժամանակահատվածը, որ կարելի է բուժել եւ առողջ ապրելի արժեք կյանքով եւ ունենանք հետագայում մետաստատիկ եւ ավելի լուրջ բարդություններ։ Էզուտ նրա համար, որ շագանակագծիչ չարորակ եւ առհասարակ ընդհանրապես չարորակ հիվանդությունները սկզբնական շրջանում չեն ունենում կոնկրետ գանգատներ։ Այդ վատ միզարձակումը, մեզի շիթի թուլությունը, հաճախամիզությունը, դժվարամիզությունը կարող են լինել այն նախերգանքը, որ հետագայում ունենան ավելի լուրջ հիվանդություններ։ Նորմալը դե նորմալ է այս տարիքում, կարող է շատ նորմալ խնդիրների մասին։ Նորմալ շատ հարաբերական է, բայց եթե կա օրինակ թեկուզ մեկ անգամ մեզի մեջ արյան արկայություն, պետք չի ուղղակի անուշադրության մատնել եւ ասել, որ իսկ այդ մրսած եմ։ Եթե պացիենտը ամբողջ կյանքում ծխող պացիենտ է, ծխելը դա թիվ 1 ռիսկի գործոնն է 40+ տարիքում, եւ ինչու՞ չէ նաեւ հիմա ես բազմաթիվ պացիենտներ ենք առերեսվել խնդրի հետ, որ շատ ավելի երիտասարդ տարիքում 25-30 տարեկան մենք ունենք միզապարկի չարորակ գոյացություններ եւ թիվ 1 ռիսկի գործոնը դա ծխելն է։ Բայց եթե երկարատև ծխող պացիենտ է, երկար տարիներ, ընտանեկան անամնեզ ունի օրինակ, այսինքն ընտանիքին կամ մոտ հարազատ ազգականի մոտ կա ունակ միզապարկի կամ շագանակագծիչ չարորակ ուռուցք եւ ինքն ունի սկսվող գանգատներ, ինքը 55-60 տարեկան տղամարդ է, ինքը պարտադիր պետք է այցելի ուրոլոգին իմացնել մի շարք կանխարգելիչ հետազոտություններ, որոնք որ կարող են հետագայում օգնել լավ առողջություն ունենալու համար եւ եթե հայտնաբերվում է որևէ հիվանդություն վաղ փուլում, միանշանակ շատ ավելի հեշտ է բուժել, քան ուշ փուլերում։ Նաեւ ավելի մատչելի է, ավելի արդյունավետ է, ավելի մատչելի է եւ իհարկե որակն էլ ավելի տեղնա։ Միանշանակ։ Վերջերս մի այսպիսի հրապարակում էի կարդում, որ եթե մարդը պարբերաբար չենք նշում, եթե օրինակ այդ օրը խնջույք է ունեցել, շատ հեղուկ է օգտագործել, այլ պարբերաբար գիշերը միզելու համար արթնանում է, կապ չունի որ տարիքում է, սա արդեն որոշակի խնդիրների մասին է խոսում։ Սա որքանով է ճիշտ։ Այո, դա միանշանակ ճիշտ պնդում է եւ այո, ճիշտ է, որովհետեւ պետք է տարանջատել, մարդիկ կան, որ 40+-ում շատ ավելի վտանգավոր է այդ սխալ սննդակարգը եւ սխալ ապրելակերպը։ Մենք ինչ ենք անում, մենք շատ հաճախ քնելուց 1 ժամ առաջ, 2 ժամ առաջ եւ անմիջապես քնելուց առաջ շատ ուտում ենք, շատ հեղուկներ ենք օգտագործում, ալկոհոլ ենք չարաշահում, միրգ
բանջարեղեն, չգիտեմ, ամառվա ընթացքում մեծ քանակությամբ ձմերուկ, գարեջուր եւ այլն ու պարկում են քնելու եւ տղամարդը 50 տարեկան է։ Այդ տարիքում արդեն տարիքին բնորոշ փոփոխություններ են տեղի ունենում, շագանակի գծի բնորոշ չափսերի մեծացում է տեղի ունենում, այսինքն պետք է նաեւ մենք մեր ապրելակերպով օգնենք օրգանիզմը ավելի առողջ, ինչքան մենք օգնենք օրգանիզմին ավելի առողջ, օրգանիզմը իրենը զգա կոպիտ ասած եւ ճիշտ օրգան համակարգերի աշխատանքը ճիշտ լինի, այնքան ավելի երկարի այդ ընթացքը, երբ որ իրանք կունենան օրինակ շագանակի գերաճի հետ կապված լուրջ սիմպտոմատիկա։ Եվ այո, եթե դրանով է պայմանավորված, մենք առաջ հերթին պացիենտներին խորհուրդ ենք տալիս, որ ապրել ճիշտ առողջ ապրելակերպով եւ հեղուկները սահմանափակել շատ կարեւոր է երեկոյան քնելուց առաջ, միրգը, բանջարեղենը, ուտելիքները, ալկոհոլը, այդ ամեն ինչը շատ կարեւոր է, բայց եթե չի էլ անում նման ձևով չի ապրում եւ մարդը ունի սկսվող նմանատիպ գանգատներ եւ գիշերը 2-ից ավել անգամ այնտեղ հատուկ շկալաներ կան, հատուկ մենք կյանքի որակ ինդեքս, IPSS սանդղակներ ունենք, լրացնում ենք եւ գիշերը եւ առհասարակ ցերեկվա ընթացքում հաճախամիզություն եւ դժվարամիզություն դա այն առաջին նախերգանքն է, որ ինքը պետք է պարտադիր դիմի հետազոտության եւ առհասարակ ես խորհուրդ եմ տալիս 45 եւ 50+ տարիքի տղամարդիկ դիմեն հետազոտության եւ անցնեն ճիշտ կանխարգելիչ հետազոտություններ։ Այստեղ շատ կարեւոր է այդ տարիքի տղամարդկանց հատուկ հետազոտություն կա օնկոմարկեր, մեր այդտեղ ուզում ես նաեւ մի քիչ լրացուցիչ խոսեմ, որտեվ շատ միֆեր կան եւ շատ միֆեր կան եւ շատ վախելու ինչ որ եթե ասում ենք օնկոմարկեր պետք է ստուգի մարդիկ մտածում վայ դա ինչ է միգուցե դուք ինչ-որ լուրջ գանգատներ կասկածներ ունեք, այո, կանոչ դեպքում օրինակ պապ թեստը շատ կարևոր հետազոտություն է, որ պետք է գնան այդ նաև պետքա բնակչության գիտակցությունը բարձր լինի, որ պետքա ինքը 50+ գնա ուրոլոգի մոտ տղամարդը եւ հանձնի օնկոմարկեր PSA տեստը։ PSA դա պրոստատ սպეციფიկ անտիգեն անունով տեստն է, պարզ հասարակ տեստ, որ արյունից վերցնում են եւ մեծ ինֆորմացիա է տալիս։ Այստեղ շատ կարեւոր է նաեւ ճիշտ մեկնաբանություն, եթե դա օնկոմարկեր է ու դա կասկածում ենք, որ խի են կասկածում, ոչ, դա պարտադիր հետազոտություն է եւ շատ դեպքերում այդ մինիմալ գանգատների դեպքում մենք կարող ենք ունենալ շատ բարձր թվեր PSA-ի եւ դա արդեն խոսում է չարորակ հիվանդությունների մասին։ Բայց շատ կարեւոր է որ բնակչությունը նաեւ հասկանա, որ PSA-ը դա օնկոմարկեր է, բայց կարող է բարձր լինել ոչ միայն չարորակ հիվանդությունների դեպքում, այլ բազմաթիվ շագանակի հիվանդությունների դեպքում, առհասարակ շագանակի վնասման դեպքում, բորբոքումների հետևանքով բարորակ հիվանդությունների ուռուցքների հետևանքով եւ այլ հիվանդությունների հետևանքով, որի դեպքում PSA-ը կարող բարձր լինի եւ պետք է ճիշտ կառավարել հիվանդությունը, ճիշտ բուժումներ առաջարկել, այլ հետազոտություններ անել եւ կարողանալ հարցին լուծում տալ։ Եվ այդ մի հետազոտությունով ելնելով նաեւ այդ հետազոտության արդյունքների լրացուցիչ հետազոտություններով կարող է տղամարդը երկարատև առողջ ապրել եւ այսպես ասած կյանքի որակը տեղը լինի։ Եվ եթե շատ կարևոր է ասում եմ որ հա դե միզում եմ գիշերը 1-2 անգամ արթնանում եմ կամ չգիտեմ դժվար եմ միզում բայց ես արդեն 60 տարեկան եմ հա մեկը քնած չեմ կամ չգիտեմ 60 տարեկան չկարա մեզին ապորը շիթը թույլ լինի չեմ դիմում բժշկի եւ դա բերում հետագայում լուրջ խնդիրներ հետագայում իրան ոչ թե ինքը չի դիմում իրան տանում են արդեն հիվանդանոց միզակապություններով երիկամային ֆունկցիայի խանգարումով միզապարկի ֆունկցիայի խանգարումով եւ ինքն ապրում է շատ վատ կյանքի որակով օրինակ միզային կաթետրով որը հասկանալի է որ կյանքի որակը արտահայտված ցածր որակով։ Իսկ կարող է ախտանիշ չունենալ, որևէ խնդիր չունենալ, բայց օրինակ հետազոտման արդյունքում ունենանք տխուր պատկեր։ Ցավոք սրտի ես նշեցի, որ հիվանդությունները արդի ժամանակաշրջան հետասարդացել են եւ այդ նույն այդ օնկոմարկերները, որ մենք առաջ ասում ենք ստուգում են 50 կամ 55 տարեկան եւ ավելի խորհուրդ է տրվում ավելի հետասարդ տարիքում 5 տարի ասենք ավելի շուտ 45 տարեկանում բայց այդ դեպքում պետք է հաշվառել նաեւ տվյալ անձնավորության տվյալ պացիենտի ռիսկի գործոնները ռիսկի գործոնները օրինակ ընտանիքում կան չարորակ հիվանդություններով օրինակ հայրիկը կամ պապիկը կամ հորեղբայրը ոնց որ մեկը մայրիկը օրինակ կրծքագեղձի քաղցկեղ ունի ինչ որ առումով ինքը գտնվում է ռիսկի խմբում շագանակի քաղցկեղ այո ռիսկի առհասարակ այո միանշանակ պետք է հետազոտվել բայց այնտեղ պետք ամեն քաղցկեղի տեսակ ունի իր բնորոշ ռիսկի գործոնները ժառանգական անամնեզը բայց պետք է գնալ հետազոտել ավելի հետասարդ տարիքում մայրիկի դեպքում եթե կրծքագեղձի քաղցկեղը կամ արգանդի կանացի օրգանների բնականաբար աղջկա դեպքում ավելի շատ պետք է շարժություն դարձնել բայց նկատում եմ օրինակ առհասարակ քաղցկեղի այսինքն այսպես ասած ինչպես ժողովուրդն ընտանեկան անամնեզ այո ընտանեկան անամնեզ եթե ընտանիքում կա քաղցկեղ եւ վատ պատմություն պետք է ինքը բնականաբար ոչ թե 55 տարեկանում դիմի հիվանդանոց եւ կանխարգելիչ հետազոտություն անցնել 45 տարեկանում
Եվ հնարավոր որ ինքը այո խնդիր չունենա, առհասարակին ընդունվում է թե խնդիր չունի, բայց պետք է հաշվի առնել օրինակ նմանատիպ շաքարային դիաբետի դեպքում, երբ որ կա մի փոքր, ասենք օրինակ գանգատ չունի, բայց զգում է որ էրեկցիայի թուլություն ունի, մի փոքր շորջ խնդիր ունի, ավելի է շուտ դիմել այդ ում ասեցի, ինչպես նաև բացառել հետագա լուրջ սրտանոթային հիվանդությունների ուրեմն առաջացումը։ Տարբեր ռիսկի ֆակտորներ հաշվի առնելով պետք է պացիենտը թեկուզ եւ շատ մինիմալ գանգատներ ունի կամ գանգատ չունի, այցելել մեկ անգամ պրոֆիլակտիկ հետազոտության եւ այո, չի խանգարի եւ բնականաբար լուրջ բարդությունները կկանխարգելի հետագայում։ Այսօր այնքան հասանելի է բժշկությունը նաև, սա եւ լավ է եւ վատ է իմիջիայլոց, ել չեմ խոսում արհեստական բանականության մասին, չեմ խոսում նաև համացանցի հնարավորությունները, շատերը գիտեն, որ կա այսպիսի հետազոտություն, որը շատ հարցերի պատասխան է տալիս, գնում հանձնում են լաբորատոր քննության պատասխանները վերցնում են, բոլոր պատասխանների կողքին նաև նորմատիվներն են նշված, համեմատում են, տեսնում են նորմալ է, ուրեմն վերջ, ամեն ինչ նորմալ է, բայց բժիշկներն մյուս կողմից նշում են, որ այդ նորման խիստ հարաբերական է եւ պետք է նայել համապարփակ հարցին։ Այս մասին եմ ուզում խոսել։ Այո, շատ կարևոր է, որովհետեւ թե ինքնաբուժումները, թե արհեստական բանականությունը օգտվելը, ես ինքնաբուժումը միանշանակ դեմ եմ, արհեստական բանականությունը շատ կոնկրետ սիտուացիաներում տարբեր մեկնաբանությունների կարիք ունի եւ ինքը միանշանակ լավ բան է, վատ բան չի, բայց պետք չէ չարաշալ եւ պետք է ճիշտ տեղին եւ միանշանակ բժշկի ուրոլոգի այցելելը եւ ուրոլոգից գրագետ խորհուրդներ ստանալը շատ ավելի ճիշտ է անհամեմատ, քան դու կարողանաս օրինակ արհեստական բանականության դիմես քո օրինակ PSA թիվը ցուցանիշը դնես եւ հարցը ավարտվի, որովհետեւ այո ես համաձայն եմ, նորմայի մեջ էլ պետք է հաշվի առնել։ Օրինակ դիցուկ օրինակ երիտասարդ պացիենտ PSA-ը օրինակ նորմայի վերին սահմանին մոտ է, չգիտեմ 3.5 թիվը ասենք ասենք, որ նորման ավարտվում է 4-ով պայմանական։ Եվ ինքն ունի այլ այդ իմաստով ժառանգական անամնեզը, ընտանեկան անամնեզը եւ ինքը դիմի ուղակի չգիտեմ նորմատիվներին, որ նորմայի է վերջ, կարող ենք ունենանք շատ լուրջ հիվանդություններ, այդ ունենք քաղցկեղ եւ բաստողնիկ։ Այստեղ եմ ուզում ասեմ, որ հենց այդ օրինակ մեր ուրոլոգիական PSA թվին, բացարձակ թվին հետևելը սխալ է։ Կարող է 8 նորմայից բարձր կրկնակի լինի բարորակ process եւ ավարտվի ամեն ինչը լավ եւ կարող է նորմայի մեջ կամ նորմայի վերին սահմանին մոտ թիվ լինի եւ պացիենտի տարիքը պետք է հաշվառ լիքը հանգամանքներ եւ ավարտվի շատ ավելի վատ պատմությունով։ Այսինքն ինքնաբուժությունով, ընդհանրապես համացանցից օգտվելով եզրակացնելով ապրելը սխալ է, պետք է դիմել պրոֆեսիոնալ կարծիքի եւ այցելել ուրոլոգի։ Ի վերջո ասում եմ բժիշկը պետք է բուժի ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին։ Այո, միանշանակ։ Այստեղ բոլոր հարցերի պատասխանը տրվում է։ Շատ լավ, ամփոփելով ուզում եմ, եթե ունեք խոսք, որ ուզում եք բոլոր նրանց ուղղել, ովքեր մտածում են, դե լավ, չկա խնդիր բժշկի գնալը որն է, կամ դե լավ, ես ունեմ պատասխանները, կարող եմ այլ տարբերակներով ճշտել, իրենց ինչ ունեք ասելու։ Կամ ինչ խորհուրդ ունեք տալու։ Միանշանակ, այո։ Յուրաքանչյուր տարիքային խումբ ունի իր առանձնահատուկ հիվանդությունների, ուրեմն հիվանդությունները, որոնք որ բնորոշ են այդ տարիքային խմբին եւ հիվանդությունները, որոնք որ կարող են կանխարգելել հենց այդ տարիքային խմբում եւ հետագայում խնդիրների առաջ չկանգնել եւ ես խորհուրդ եմ տալիս կապ չունի թե դուք ինչ տարիքում եք, միանշանակ մեծ տարիքի 50 եւ պլյուս տարիքի տղամարդիկ պետք է պարտադիր այցելեն ուրոլոգին, բայց եթե ավելի երիտասարդ են եւ ունեն ռիսկի գործոններ, տարբեր ռիսկի գործոններ կան, ճաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ, ճարպակալում, նյարդային նայած միջավայրում են աշխատում, որ ունեն լուրջ ստրեսային ինչ-որ իրավիճակներ կամ ընդհանրապես առօրյա ստրեսային իրավիճակներ, նյարդային խնդիրներ, պետք է օգտագործում են դեղորայքներ, շատ են չարաշահում հիմա արդի օրինակ ժամանակաշրջանում, չէ՞, մեր երիտասարդները գնում են եւ շատ ստերոիդներ են, օրինակ այդ ջիմեր եւ այլ սպորտ զալեր եւ տարբեր դեղորայքներ են օգտագործում, հավելումներ են օգտագործում եւ իրենք իրերտին կարող են բերել լուրջ խնդիրների առաջացմանը, դրա համար խորհուրդս այն է, որ պետք է հետազոտել, կանխարգելի ճանաչել հետազոտություններ, չեմ ասում տարին մեկ անգամ, եթե պետքա 6 ամիս մեկ էլ կախված կոնկրետ հիվանդությունից եւ կոնկրետ կանգատից կամ 2 տարին մեկ կարող են դիմել կախված բժշկի հետագա ճիշտ խորհրդից, այո, միանշանակ ճիշտ գրագետն է այցելել կանխարգելի հետազոտությունների եւ հաշվի նստել բոլոր խորհուրդների հետ, ապրել առողջ եւ որակյալ կյանքով։ Մանավանդ կա դրա բոլոր հնարավոր տարբերակները։ Այո, արդի ժամանակաշրջանում այո, բոլոր տարբերակները կան, որ կարող է ապրել մարդը լիարժեք առողջ կյանքով։ Եվ ի վերջո այսօր բժշկությունը հասել է նրան, որ մենք խոսում ենք ոչ միայն կյանքի տևողության մասին, այլ նաև խոսում ենք կյանքի որակի մասին։ Եվ միայն ապրելը, հա, սա բավական չէ։ Այո, միանշանակ կյանքի տևողությունը եւ կյանքի որակը դրանք պետք է ճիշտ համակշռել, որովհետեւ կարող ես երկար ապրել, բայց վատ կյանքի որակով համեմատաբար երկար, եւ պետք է ապրես լիարժեք առողջ կյանքով։
եւ բարձր կյանքի որակով։ Եվ դա հնարավոր է։ Այո։ Շնորհակալ եմ շատ։ Ձեր հեռուստատիտողներ հիշեցնեմ, որ զրուցակիցս բժիշկ ուրոլոգ Վահան Բաբայանն էր։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք։ Ցտեսություն։